Սովետական միությունը փլվելուց հետո բոլոր տեղերում, Միջին Ասիայում, Ուկրաինայում եւ մեր տարածաշրջան թողել է չլուծված սահմանային հարցեր։ Մեզ էլ ասելա դուք ես որ ապրում եք Հայաստանի Հանրապետությունում, դուք միշտ երազեք, որ ձեր տունը մենակ ստեղ չի, ընդեղ էլա ձեր տունը, ընդեղ մենք էլ ձեզ տիրություն կանենք, որ մենք միշտ կախված ալնենք իրանցից, մենք իրանցից միշտ կախված ալնենք։ Ես հեծանիվ չեմ հորինում, եւ այո, կա պատերազմի կուսակցություն, կա խաղաղության կուսակցություն, եւ այո, 2026 թվականի ընտրությունների ամսի 7-ի ընտրությունը լինելու է խաղաղության եւ հնարավոր պատերազմի մասին։ Էլի բաններ Կարինե ջան, սպասի, սենց հերթով գալիս եմ։ Այդ քարտեզը որ դուք գցրել եք ձեր դոշի, 21 թվականին դուք Արցախի քարտեզով Նիկոլ Փաշինյանը հպարտ քաղաքացու անձնագրի։ Ես եմ այդ քարտեզի հեղինակը։ Արցախով էր տարածում։ Հա, եւ հիմա երբ դուք Հայաստանում եք տարածում, դրա համար մարդիկ չեն հավատում, որ դուք ձեր իշխանությունը այս Հայաստանի այս տարածքներ է պահելու։ Եվ եթե այս քարտեզից արդեն Հայաստանի Գեղարքունիքից, Ջերմուկի դիրքերից դուրս եկած լինեին ադրբեջանական զորքերը, մենք գուցե հավատայինք, որ դուք այսպես ասած, այս քարտեզը ամբողջական է եւ գուցե մարդիկ ավելի սիրահոժաբար վերցնեն այդ քարտեզը։ Ես չեմ ուզում հիմա խոսել հավատից, ես ուզում եմ խոսել գործերից։ Ակնհայտ է, որ այս քարտեզը այն սպառնալիքը, որը որ դուք մատնանշում եք Հայաստանի քարտեզից այս կողմ գտնվող Ադրբեջանի Հանրապետությունը, ասել է եւ գործով ապացուցել է, որ այլևս սա Հայաստանի Հանրապետության սահմանն է, հաջան հարգելիս տեղյակ եք, որ սահմանագծում եւ սահմանազատում process գոյություն։ Իսկ տեղյակ եք, որ չէ, այդ տեսնում եք, որ կարդակ փաստաթղթերը, այլ ուղղակի ոչ թե մենակ TV5-ի բաները, լուրերը նայեք կամ մենակ ընդդիմաց, բա որ կարդացել եք, բա որ գնում է նախ գործընթացը, բա որ կարդացել եք, ուզում եմ կանեք թողնես վերջացնեմ։ Չեմ ասելու քեզ։ Այտենց, որտեվ հարց ես տվել, ուզում եմ այդ հարցին հələ պատասխանեմ։ Այ որ վերջացնեմ այն հարցը, կարող է մարդ ես բարի գտնվեմ եւ պատասխանեմ այն հարցին։ Կարամ պատասխանեմ, որ փաստաթղթերը կարդալիս լինեիք, կտեսնեիք, որ հիմնարար փաստաթղթում, որը որ վավերացվել է թե Ադրբեջանում, իդեպ էտել էիք ասում Ադրբեջանը չի վավերացնելու, ըստեղ կանգնած ասում էի վավերացնելու բան, 3 օր հետո Ադրբեջանի նախագահը ստորագրեց փաստաթղթում հստակ գրված է, որ Հայաստանի սահմանը վերևից մինչև Իրանի սահման եւ Ադրբեջանի սահմանը վերանվելու է, այսինքն դրանով Ադրբեջանի ադրբեջանական կողմը նույնպես ստորագրել եւ հաստատել է, ինչպես նաեւ բառացի մի քանի անգամ Ադրբեջանի նախագահ, այն որ ասում եք, բա ինքը ինչի տենց բաներ չի ասում, մենակ դուք եք ասում, ասել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը ճանաչում է նույնիսկ այն հին տեսանյութը, որը որ դուք տարածել էիք, դուք նկատի չունեմ անձամբ ձեզ, որը որ տարածել էին 2022 թվականի, այնտեղ նույնպես Ադրբեջանի նախագահ դրա մասին ասում է, բայց լսել չեք ուզում, տեսնել չեք ուզում, խոսում եք հավատից։ Տեսեք, ես ապացույցներ բերեցի, ինչ կարող եք ասել, ասեք Կարինե ջան։ Չլսեցի։ Այ ախպեր, մի հավատացեք, ես ասում եմ, դուք ստորագրած փաստաթղթերին հավատացեք, դուք հավատացեք այսօրվա իշխանության որոշմանը, հավատացեք Հայաստանի Հանրապետության քաղաքացու ընտրությանը, մնացածին մի հավատացեք, որտեղ աշխարհում ամեն ինչ կարա լինի։ Խաղաղության պայմանագրի վկա։ Ինչա՞։ Խաղաղության պայմանագրի այսպես երաշխավորել չէ վկա։ Ասում էր, որ այլևս որևէ միջազգային փաստաթղթեր, իրավունքներ գոյություն չունեն, կա ուժի գործոնը։ Դուք հիմա ասում եք հավատանք Ալիևի։ Չէ, դրա համար չէ։ Դուք նկատել եք, որ ձեր բերված օրինակի աշխարհի ամենամեծ եւ հզոր պետություններից մեկի, եթե ոչ ամենամեծ պետության մեկի ղեկավարը ստեղ նաև ֆինանսական, ինչպես նաև քաղաքական ներդրում է արել եւ այդ երկրի նաև փոխնախագահ եկել է ստեղ եւ դրա մասին խոսել է։ Եթե մենք հավատով լինեինք եւ մենակ հավատի վրա հիմնվենք, այսքան փաստաթուղթ, այսքան պայմանագիր, այսքան բան չէր լինի, բայց պարզ է, որ աշխարհում գոյություն չունի 101% եւ նույնիսկ 100% բան, որովհետև մեր երաշխավոր իր ռուսական բազան ստեղ ունեցող, ինչպես նաև խաղապահներին Լեռնային Ղարաբաղում ունեցող մարդը
արեց հետեւյալը, որը որ երաշխավոր էր, դարավոր բարեկամ էր, ասեց Ղարաբաղի բնակչության, ասեց դե զգուշ դուրս եկեք, հանգարց տեղ մի բան ձեզ չլի, դավայ դուրս եկեք։ Բաժանորդագրվեք Արմադ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում և Telegram-ում։